կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշարք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշարք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Էլի եմ ասում, ընդհանրապես ես հասկանում եմ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն, բայց երբ որ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքական դաշտեր եւ սկսում են ազդեցություն գործել, այդ ժամանակ ոչ մեկ չի հիշում, որ իշխանության տարանջատման սկզբունք կա։ Ես ասում եմ, ընտրակաշարքների նկատմամբ, ընդ որում ամենաթոփ մակարդակից մինչև ամենաներքև մակարդակ կա հանդուրժողականություն։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդած ընտրությունների ընտրակաշարքի վրա բռնված ոչ մեկ այսօր բանտում չի։ Իրանք կարող մեծ հավանականությամբ դուրս են եկել իրենց գործը, ով որ տիմում բռնվել է, խորհրդանականում է շարունակել, խորհրդանակում շարունակածները շարունակելու են առաջիկա տիմերում։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ մինչև հաջորդ խորհրդանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետք է լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություններ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ այդ ժամանակը ձգելու ես մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատները ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։ Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետքա լուծվեն։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե առաջիկայում շատ ակտիվ պետքա աշխատենք, իհարկե մինչեւ նոր խորհրդարանի ձևավորումը եւ նոր կառավարության ձևավորումը դեռ ժամանակ ունենք 2 ամիս։ Սա լավ է, որովհետև նախկինում երբեք այդքան ժամանակ չենք ունեցել կառավարություն ձևավորելու համար եւ աշխատանքները կազմակերպելու համար։ Ես կարծում եմ, որ լավ փուլ է, որպեսզի մենք ամփոփենք նախորդող շրջանում արվածը եւ պլանավորենք առաջիկա անելիքները։ Իհարկե, առաջիկա անելիքների մի հսկա մասը լինելու է այն, ինչ սկսել ենք դրա շարունակությունը։ Մասնավորապես արդեն խոսել ենք 300 դպրոցի մեր ծրագիրը պետքա հաջորդի 300 դպրոցի, եթե հանկարծ պարզվի, որ մենք այնքան կարողություն ունենք, որ 300 կարող ենք դարձնել 400 կամ 500, իհարկե հոյակապ կլինի, բայց չգիտեմ, դա առանձին քննարկման հարց է, որը առանձին կքննարկենք եւ ես առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն խոստումներին, որ մենք տվել ենք երեխաներին, որովհետև մի քանի ուղղություն կա, իհարկե դպրոցները, մարզադպրոցներ, խաղահրապարակներ, արվեստի եւ երաժշտության դպրոցներ, մենք այդ ուղղությամբ պետքա ճիշտ պլանավորում անենք եւ այսօրվանից պետքա սկսենք պլանավորում, մասնավորապես բաշխվածության հետ կապված, իհարկե ես առիթ ունեցել եմ էլեկտրոնային փոստով գրել եմ այդ ուղղությամբ ինչպես եմ պատկերացնում, որովհետև մենք նաև դպրոցներում առկա կարողությունները պետք է համատեքստում դիտարկենք եւ ճիշտ բաշխվածություն ունենանք, որպեսզի
մենք այս փուլով այնպես անենք, որ հանրապետության բոլոր երեխաները ունենան իրենց համար իրատեսորեն հասանելի խաղահրապարակներ, դպրոցներով, մյուս ծրագ սպորտ դպրոցներով եւ ուղղակի խաղահրապարակներով, իհարկե նաեւ այստեղ պետք է մեր համագործակցությունը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որովհետեւ իրենք էլ են ծրագրեր անում, նկատի ունեմ, որ ճիշտ հեռավորություններով եւ ճիշտ բաշխվածություններով ամբողջ հանրապետությունը ծածկենք։ Իհարկե շատ ծրագրեր կա, որոնց մասին դեռ պետք է խոսենք եւ նաեւ այն նորույթները, որ մենք ունենք մեր նախընտրական ծրագրում, որոնք նախկինի շարունակությունը չեն, մենք դրանով էլ պետք է հստակ ճանապարհային քարտեզ ունենանք եւ իհարկե խոշոր ծրագրերին մենք պետք է լրացուցիչ անդրադարձ ունենանք։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ մասնավորապես տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհների շրջանակում տարեկան 25 կիլոմետր մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր պետք է իրականացնենք Երևանում, որպեսզի նաև Երևանի հետ կապված ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարևոր է այն, որ շատ մեծ աշխատանք է արված բակային հատվածներում, դա շատ լավ է եւ պետք է այդ process-ները շարունակենք։ Հիմա մեր նախընտրական ծրագիրը իրականացնելիս նաև Երևանում ի դեպ կոնկրետ տեղեր կան, որտեղ երեխաների հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ դա էլ պետք է կոնկրետ հասցեներով իրագործենք, բայց շատ կարեւոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք, որովհետեւ ընդ որում ուզում եմ ասել, որ այդտեղ ի հեճուկ ըստ տպավորությունների ոչ մի հետաձգում չկա, որովհետեւ նախագիծը, որը պետք է նաեւ արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել եւ նախագծի փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ինքը բավականին երկար է տևել։ Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման, այսինքն մենք Երևանի քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ մենք սկսենք տեխնիկական հսկողի ներգրավման մրցույթից, որպեսզի էդ էլ պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որ ունի անհրաժեշտ գիտելիքներ, որ վերահսկի այդ ամբողջ process-ը, որովհետև եթե մենք մեր սովորական ձևերով անենք, մեծ հավանականությամբ այդքան էլ չի ստացվի եւ հաջորդիվ արդեն գնանք առաջ այլ մյուս ուղղություններով, այսինքն բուն շինարարության ժամանակացույցը եւ արդեն կապալառու ընկերություն ներգրավելու բնականաբար ֆինանսավորման եղանակները եւ մեթոդները հասկանալու ուղղությամբ